Հարգելի քաղաքացիներ, քանի որ լրագրողներ են ինձ զանգում, չգիտեմ ինչու ինձ, բայց այսպես բոլորին նույն բանը չպատմելու համար ասեմ, որ ես իմ ընկերների հետ ականատես ենք եղել, թե ինչպես են ֆաշիստական ձևերով ձերբակալել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին։ Եվ ուզում եմ դրա մասին պատմել։ Այսօր 18 հարթարների գործով դատական նիստն էր։ Նիստն ավարտվեց, Շենգավիթի դատարանում է Արշակունյաց պողոտայի վրա եւ հերթով դատարանի բակից մեքենաներով դուրս են գալիս։ Իմ մեքենայի մեջ ես էի, մեր 5 իրավապաշտպաններից Վարազդատը, Հարությունյան, Սերգեյ Հարությունյան, երեքով մեքենայիս մեջ էինք, աճ արեցինք Արշակունյացով մի փոքր ներքևիչնելու եւ շրջադարձ կատարելու համար։ Այդ պայն նկատեցինք, որ դիմակավորված ԱԱԾ-ականներ, չգիտեմ, ԱԱԾ-ական ոստիկանության ներկայացուցիչ ինչ-որ մեկին ավտոմեքենայից հանեցին, շատ կոշտ ձևով, որ Ուսամա Բեն Լադենի ձերբակալությունը երևի տենց կլներ, էլի, այսինքն ուրիշ նույնիսկ ավելի մեղմ ձևով կլներ, շատ կոշտ ձևով, ինչ-որ մարդ իջեցրեցին ավտոյից, հակադիր երթևեկելի գծի վրա էր, մեզնից երևի մի 15-20 մետր հեռավորության վրա, բայց կողքի ուղղությամբ։ Եվ տենց լավ չնկատեցինք ում մասին է խոսքը։ Լավ չնկատեցինք ում են ձերբակալում, շատ կոշտ ձևով, ֆաշիստական ոճով, դիմակավորված, մարդուն իջեցրեցին ավտոն, ասենց իրենց ավտոյի մեջ մի խոսքով նստեցրեցին, մեղմ ասած, ու պոկվեցին։ Դե բնականաբար շրջադարձ արեցինք, մեր ճանապարհով հետ եկանք, տեսնենք, որ այդ մեքենան, որից իջեցրել էին ձերբակալված անձին, պատուհանները բաց կանգնած էր, կողքը ոստիկաններ էին կանգնած, տենց անտեր մնացած մեքենա էր, ու համարները նայեցինք, հետաքրքիր էր, ճիշտ ասած մտքովս անցավ, ասեցի տղեկ, կարող է մեր դատավարության հետ կապված որևէ մեկն է, տենց ասեցին դժվար, ասենց, բայց համարները հիշեցինք, եկանք, հետաքրքրվեցինք, դու մի ասա Կոչուբաևի ավտոմեքենայի համարներն են, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի։ Ինչից ենթադրում ենք, որ Կոչուբաևի այդ ֆաշիստական ոճով ձերբակալմանն ենք ականատես եղել։ Այսքան բան։ Տեղակ չենք, որևէ այլ տեղեկություն չունենք, ուր են տարել, ինչի համար։ Հիմա քանիսն է ժամը 6:45, հավանաբար խոսքը վերաբերում է մի ժամ առաջվան, տենց 5:45-50 այդ ժամերն էր։ Գիտեք, ամեն ինչին ձև կա, ռեպրեսիաներ տարբեր ձևով կարող են արվել։ Իրավական տեսանկյունից մի հատ փորձենք քննարկել, եթե կարելի է դա այտենց ինչ-որ իրավունքի նշույլ գտնել, էական չի, չգիտեմ ինչի համար են ձերբակալել։ Մարդուն, փաստաբանին, հանրային ճանաչելիություն ունեցող անձին, որը որ, ասենք, բան չի էլի, այտենց մի խոսքով, հանրության մեջ որոշակի ճանաչում ունեցող մարդ է։ Դիմակավորված ինչի եք գալի ձերբակալման, ինչն է պատճառը դրան, այսինքն ում հետ գործ ունեք, տենց հանցավոր խմբի ղեկավարի հետ գործ ունեք, Ուսամա Բեն Լադենի հետ գործ ունեք, փաստաբանին տենց կձերբակալեն։ Սա նշանակում է շատ լուրջ մարտահրավեր, եթե այդպես կարելի ասել, շատ լուրջ խնդիր փաստաբանական նաև տեսանկյունից։ Անկախ դրանից, թե մենք այսպես միմյանց նկատմամբ տարբեր հարցերով համաձայնություն, անհամաձայնություն, կարող է ինչ-որ նիստերով հակադիր կողմերում լինենք կամ չգիտեմ, եւ այլն։ Բայց բոլորս փաստաբան ենք եւ մենք
պահանջում ենք հարգանք մեր մասնագիտության նկատմամբ։ Մարդուն այդպես փաստաբանին, ընդհանրապես մարդուն, բայց նաև փաստաբանի գործունն է այստեղ կարևոր։ Տենց ձերբակալեն։ Պարզալին, պարզա որ սա մաքուր քաղաքական ռեպրեսիա է, չեմ տեսնում որևէ այլ պատճառ, մարդը հրապարակային գործունեություն է իրականացնում, բազմաթիվ մարդկանց պաշտպանություն է իրականացրել։ Մի խոսքով։ Նաև եթե չեմ սխալվում, քաղաքական գործունեություն է իրականացնում, ինչ-որ կուսակցություններից մեկի մեջ էր, եթե չեմ սխալվում։ Այսինքն Հարությանը հայտնի մարդ։ Այս ֆաշիստական ձևով ձերբակալումը, ասենց ինչ, ում եք, մեզ եք վախացնում, եկեք նույն ձևով էլ ինձ ավտոյիցս հանեք տարեք, հետո։ Յանի ինչ եք դրանով ուզում ասեք։ Իսկականից էլի յանի ինչ։ Ասենց հավերժ եք մնալու ձեր աթոռների մեջ, ասենց բան եք անելու, կարվելու եք ձեր աթոռներին։ Բա ամեն մի ազդեցություն իր հակազդեցությունն է, չէ՞։ Այդ մարդուն այտենց ինչ եք ձերբակալում։ Եսեք տեսնենք, հեսա ինչ որ հայտարարություն ասես լուրջ ձևով Ալեքսանդր Կոչուբաևը էս արել, այն է արել, էսա գրել, այնա գրել, չգիտեմ ինչ արել, երևի հավանաբար, չգիտեմ, էական չի ընդհանրապես չեմ ուզում քննարկեմ։ Լավ է ձևով մարդուն կձերբակալեն մեր աչքի առաջ։ Մասկաներով զինված մինչև ատամները իրավապահներ ուղարկում եք որ ինչ։ Այդ մարդուն որ հրավիրեք չէր գալու։ Փաստաբանի մասին է խոսքը։ Փաստաբանի։ Այսքան բան, հաջողություն։